Թմրամիջոց գնելն այսօր Հայաստանում նույնքան հեշտ է, որքան համացանցով սնունդ պատվիրելը։ Տելեգրամի բոտերը, կրիպտոարժույթով վճարումները եւ կլադմենների ցանցը փոխել են թմրաշուկայի դեմքը։ Բայց խնդիրը չի սկսվում եւ չի ավարտվում միայն հարթակով։ Ինչ չեմ կարողանում ներեմ դրա համար, որ ես դրա մեջ կամ ու նամանավանդ, որ տարիներով դադարացրել էի չէի անում ու նորից սկսել եմ ամենադժվարը դա հոգեպես իմ համար։ Սա 45-ամյա Նարինեի խոստովանությունն է։ Նա այսօր փորձում է վերակառուցել իր կյանքը մեթադոնային փոխարինող բուժման միջոցով։ Պատմությունը սկսվել է տասնամյակներ առաջ արտերկրում կոտրված ցավը մեղմելու համար առաջարկված ամենահեշտ միջոցով։ Սկզբնականում ամեն ինչ գույնավոր, լավ, դաժե հավես էր։ Ջահել էինք, ասում լավ էինք անցկացնում ժամանակը ամեն առումով, բայց հետո արդեն եւ գումարի խնդիր էր դառնում, որ պիտի գումար լիներ, որ կարողանայիր առնեիր, ու հետո էլ ցավեր։ Ոսկորները ջարդվում է։ Բարից բուն իմաստով, տենց ցավեր է տպավորությունը, ոնց որ ոսկորները ջարդել լրիվ։ Ոչ կարողանում ես շնչես, մրսում ես, շոքում ես, չգիտեմ էլի սենց։ Հայաստան վերադառնալուց հետո շուրջ 10 տարի մաքուր կյանք, ապա կրկին առողջական խնդիրներ, կրկին կախվածություն։ Այսօր Նարինեն բուժվում է կախվածությունների բուժման ազգային կենտրոնում եւ ուշադիր հետևում, որ դպրոցական որդին ու դուստրը չհայտնվեն նույն շղթայում։ Տելեգրամի ալիքներն ու բոտերն առաջարկում են թմրանյութի լայն տեսականի մարիխուանայից մինչև կոկային։ Գնորդն ու վաճառողը երբեք դեմ առ դեմ չեն հանդիպում։ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրենի խորհրդական Նաիրի Փետակչյանը նշում է, որ Տելեգրամի փակ բնույթը կաշկանդում է պետական մարմինների աշխատանքը։ Ինձ թվում է բարդությունը հենց Տելեգրամից է գալիս, որովհետև բոլորս էլ գիտենք, որ ինքը թափանցիկության մասով խնդիր ունի, այսինքն ավելի անվտանգ է օգտատիրոջ համար, բայց պետական հաստատությունների կամ համակարգի համար այդքան էլ հասանելի չի։ Կարծում եմ դժվարությունը կայանում է դրանում։ Սիվնեթը կապի դուրս եկավ կլադմեններից մեկի հետ։ 27-ամյա երիտասարդ, որն ամիսներ է աշխատում այս ոլորտում։ Փող է պետք։ Հասկանում եմ, եթե մեկը կարիք ունի, ամեն ձև կճարի։ Ես դեմ եմ դպրոցների մոտ դնելուն, քուրս էլ է դպրոցում սովորում։ Չաթերում շատ են գրում, որ այս կլաչիկը ժերտվա գնաց։ Շատ է լինում, որ տղեկը գրում են սրան ասենք բռնեցին, ում այդ կապի մեջ է իմացեք, որ գետնի տակ պիտի անցնեք։ Տենց ամեն շաբաթ մեկ էլ ու գրում են, որ անձնակազմում սերկեք կան։ Դպրոցականներն ու անչափահասները մնում են ամենախոցելի թիրախը։ Վերջին 5 տարիների ընթացքում միջազգային մակարդակով հայտնաբերվել է ավելի քան 1000 նոր սինթետիկ թմրանյութեր։ Հայաստանում հենց սրանք են հիմնականում տարածվում առցանց հարթակներով։ Դրանք ավելի էժան են, քան ավանդական թմրամիջոցները, սակայն անհամեմատ ավելի կործանարար հոգեկան առողջության համար։ Սինթետիկ հոգեխթանիչների գործածման պարագայում հոգեկան խանգարումներ առաջանում եւ ինչպես է դա արտահայտվում հիմնականում օրինակ ես ինքս հենց կլինիկայում հանդիպել եմ շատ նման դեպքերի տեղի ունենում կողմնորոշման խանգարումներ, այսինքն տվյալ անձը որպեսզի ավելի հասկանալի լինի հնարավոր է որ գործածման հետևանքով ինքը չգիտակցի որտեղ է գտնվում, ինչ է կատարվում եւ շատ դեպքեր են եղել որ անզգուշաբար այսպես ասած եղել է սպանություն, բայց կարելի ասած չակերտավոր, օրինակ ինքը չի հասկացել, որ բարդության վրա է գտնվում կամ ինչ-որ պատոհանը բացել է եւ հասկացել է այլ տեղ, ըստ իրեն այլ տեղ է գտնվում, այսինքն պսիխոտիկ խանգարումների մասն է այստեղ նաեւ խոսքը գնում։ Հայաստանում թմրամիջոցների գործածման վիճակագրությունը ցույց է տալիս երկու մտահոգիչ միտում։ Կանայք ավելի հազվադեպ են դիմում բուժման։ Եթե տղամարդկանց դեպքում անհրաժեշտ բուժում ստանում է յուրաքանչյուր 7-րդը, կանանց դեպքում միայն յուրաքանչյուր 18-րդը։ Պատճառը հիմնականում հասարակական խարանն է։ Վաղ կորցնելու ընտանիքը, հասարակական դատապարտումը, ամենացավալինը ու ամենակարևորը երեխաներին։ Մյուս կողմից երիտասարդների շրջանում ի հայտ է եկել խմբային օգտագործման մշակույթ։ Ես ունեցել եմ պացիենտներ, որ եկել են 18 տարեկան, 19 տարեկան, ասում եմ մի քանի հոգով զուտ ուզում էինք փորձեինք, բայց այսինքն 7 հոգով ինչ որ գումար են հավաքում, փորձում են դա, բայց այդ 7-ից 2-ը շարունակում է դա գործածել ու արդեն կախվածությունը ձևավորվում է, էլի։ Մասնագետների խոսքով նման իրավիճակներում թմրաբանական բուժումը հաճախ բավարար չէ, եւ հիվանդներին ստիպված են լինում ուղղորդել հոգեբուժական կլինիկաներ։
Բացի նրանից, որ տուժումը իմացական գործընթաց է, այսինքն այնտեղ մտածողությունը, ընկալումը, հիշողությունը շատ հաճախ, բացի այդ ամեն ինչից իմացական գործընթացներից մարդու մոտ բավականին շատ դրսևորվում է վարքային փոփոխություններ։ Ինքը սկսում է ավելի ագրեսիվ լինել, ավելի նյարդային լինել, դյուրագրգիռ լինել, ավելի արագ արձագանքում ամենաչնչին բաներին։ 2025-ին Հայաստանում թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների թիվը 4170 է, շուրջ 20%-ով ավելի, քան նախորդ տարի։ Սինթետիկ թմրամիջոցների առգրավումն աճել է ավելի քան 5 անգամ, հերոինի քանակն ավելացել է գրեթե 10 անգամ։ Վարչապետ Փաշինյանը նշում է, որ աճը հիմնականում բացահայտումների ավելացման արդյունք է։ Հաշվի առնելով թվային տեխնոլոգիաների եւ թաքստոցների միջոցով իրացման մեթոդները, պետության ռազմավարությունը փոխել է իր թիրախը։ Եվ ես դենց հանձնարարական տվել եմ մեր իրավապահ մարմիններին, որ մենք պետք է կենտրոնանանք խոշոր ներկրումների եւ արտադրության վրա, որովհետեւ եթե ես չգիտեմ էլ մի պակետում ինչքան է ելնում, ասենք չգիտեմ 0.00 չգիտեմ քանի գրամ, այսինքն եթե պատկերացնենք մի տոննա բան կա, թմրանյութ կա, ինքը բաժանված է հազարավոր, տասնյակ հազարավոր պակետների, եթե մենք սկսենք վազել այդ մի գրամանոց պակետների հետևից, այդ ուշազպար կլինի մեր իրավապահ համակարգը, մենք պետք է գնանք գտնենք խոշոր ներկրողներին եւ արտադրողներին։ Սա միայն մեր խնդիրը չէ։ Մոլդովան նույնպես փորձում է գտնել թվային թմրաբիզնեսի դեմ պայքարի բանաձևը։ Այնտեղ եւս Telegram-ը մնում է անառիկ ամրոց իրավապահների համար։ Telegram стал центральным маркетплейсом. Telegram-ը դարձել է կենտրոնական շուկա։ Գործարքները կատարվում են կրիպտոարժույթով, ինչը ոստիկանության համար գրեթե անհնար է դարձնում գումարի ստացողին նույնականացնելը։ Մենք կարող ենք բռնել կլադմենին, բայց չենք կարողանում գտնել ամբողջ շղթան, քանի որ Telegram-ը չի տրամադրում ալիքների ադմինիստրատորների տվյալները։ Անդրեյը դեմ է Telegram-ի ամբողջական արգելափակմանը։ Ըստ նրա, սա ռեսուրսների անիմաստ վատնում կլինի, քանի որ մարդիկ կօգտվեն VPN-ներից, ինչպես դա տեղի ունենում Ռուսաստանում։ Для нас идеально было бы, чтобы Մեզ համար իդեալական կլիներ, որ Telegram-ը բաց լիներ հաղորդակցության համար եւ պատասխաներ գոնե թմրաշրջանառությանն առնչվող հարցումներին։ Ես կարծում եմ, որ Մոլդովան պետք է դիտարկի այլ քայլեր, օրինակ թեթև ռեկրեացիոն թմրանյութերի ապաքրեականացումը, դեկրիմինալիզացիա, ինչպես Գերմանիայում կամ Պորտուգալիայում է, որպեսզի մարդիկ չգնան դեպի ավելի վտանգավոր սինթետիկ նյութերը, որոնք այսօր հեղեղել են շուկան։ Մինչ պետությունները մշակում են ռազմավարություններ, իսկ իրավապահները փնտրում են խոշոր խաղացողներին, հազարավոր մարդիկ շարունակում են մնալ վիրտուալ շուկայի եւ իրական կախվածության արանքում։ Լուծումը միայն պատիժը չէ, այլ բուժման հասանելիությունն ու հանրային իրազեկումը, որպեսզի հաջորդ լոկացիան չդառնա վերջինը։